Բարև ձեզ, եթերում ապահովագրական լուրն է, ծրագիր, որի շնորհիվ ապահովագրությունը կդառնա առավել մոտ եւ հասկանալի յուրաքանչյուրիս համար։ Ովքեր կարող են իրենց ապահովագրել դժբախտ դեպքերից եւ ինչ է անհրաժեշտ իմանալ դժբախտ պատահարներից ապահովագրվելու համար։ Այս ամենի մասին այսօր ծրագրում։ Կյանքը լի է բազմաթիվ անակնկալներով եւ ցավոք միշտ չէ, որ դրանք հաճելի են լինում։ Մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է պատահել դժբախտ պատահար մեզից անկախ վայրում եւ անկախ ժամանակ։ Դժբախտ պատահարներից հնարավոր չէ խուսափել, սակայն դուք միշտ կարող եք պաշտպանել ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին դժբախտ պատահարների հետևանքով առաջացած ֆինանսական ծախսերից։ Դժբախտ դեպքերից ապահովագրությունը նախատեսում է ապահովագրական պատահարի հետևանքով ապահովագրված անձանց կյանքին եւ աշխատունակությանը հասցված վնասների հատուցում։ Ապահովագրության այս տեսակի համար ապահովագրական պատահարներ են համարվում այն դժբախտ դեպքերը, որոնք պատճառ են դարձել ապահովագրված անձանց աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորստի, հաշմանդամության, մահվան դեպքերը։ Ապահովագրական պատահարներ չեն համարվում այն դեպքերը, որոնք տեղ են ունեցել ապահովագրվողի կանխամտածված գործողությունների ժամանակ։ Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրեր կնքվում են միայն աշխատունակ քաղաքացիների հետ։ Ունեցել ենք դեպք Սպիտակի բուժ հիմնարկում, բուժ աշխատողներից մեկը վիրահատության շտապելով, աստիճանների իջնելուց վայր է ընկել եւ վնասել է ոտքը, ստացել է ոտքի կոտրվածք եւ տեղում բուժում է ստացել, ունենալով նաեւ ժամանակավոր աշխատունակություն, ինքը, եթե չեմ սխալվում, եղել է անաշխատանակ 65 օր, յուրաքանչյուր օրվա համար ինքը ստացել է գումար եւ ընդհանուր առմամբ 250,000 դրամի հատուցում է ստացել, այսինքն այն օրերը, որ ինքը չի կարողացել աշխատել, չի ունեցել եկամուտի կորուստ։ Ապահովագրական գումարը սահմանվում է կողմերի փոխհամաձայնությամբ, ըստ որի հաշվարկվում է ապահովագրավճարի չափը։ Ըստ ապահովագրվողի ցանկության, ապահովագրական ծածկույթը կարող է գործել 1 օրվանից մինչև 1 տարի ամբողջ աշխարհում կամ միայն որոշակի վայրում։ Դժբախտ պատահարի դեպքում հատուցում ստանալու համար ընդհանրապես անհրաժեշտ է պատահարը տեղի ունենալուց հետո զանգահարել ապահովագրական ընկերություն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում։ Ըստ վիճակագրական տվյալների աշխարհում յուրաքանչյուր րոպե տեղի ունենում դժբախտ պատահար, նրանց մի մասը ցավոք մահվան ելքով։ Սակայն մենք հայերս այնքան էլ չենք շտապում մեզ ապահովագրել։ Արդյոք անհրաժեշտ է այդ ապահովագրությունը եւ ինչպես այն կարող է օգնել ծանր իրավիճակում հայտնված մարդուն, ֆինանսապես թե հոգեպես։ Այսօր այս թեմայի շուրջ զրուցել ենք Ռոսգոստրախ Արմենիա ընկերության անձնական ապահովագրությունների գծով վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ։ Ինչից է ընդհանրապես ապահովագրում դժբախտ պատահարներից ապահովագրությունը։ Մինչ մանրամասնելը նախ նշեմ, որ դժբախտ պատահարներից ապահովագրությունը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ոչ ոք չգիտի, թե հաջորդ վարքյանին իր հետ ինչ կպատահի։ Ամեն անգամ դուրս գալով փողոց, նստելով ավտոմեքենայի ղեկին կամ պարզապես տանը դիտելով հեռուստացույց, մենք ենթարկվում ենք որոշակի ռիսկերի։ Իհարկե մի փոքր պեսիմիստական է հնչում երևի թե, բայց վարդագույն ակնոցներով նայելով աշխարհին, մենք ուղղակի կարող ենք պատրաստ չլինենք որոշակի իրավիճակներում, որտեղ խոսքը գնում է կյանքի եւ մահվան մասին։ Եվ այստեղ արդեն օգնության է գալիս դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիրը։ Ապահովագրվողի ինչին է պետք, եթե Աստված մի արածե ելքն այնուամենայնիվ մահվան ելքեր։ Այդ դեպքում դրա կարիքը արդեն կունենան շահառուները, որպես այդպիսիք պայմանագրով կարող են նախատեսվել ընտանիքի անդամները կամ բարեկամները կամ ցանկացած այլ անձ, ում կնշի ապահովադիրը որպես շահառու եւ ֆինանսական փոխհատուցումը արդեն կստանա այդ անձը։ Շատ կարեւոր է ունենալ այս ապահովագրությունը ոչ միայն հենց հաճախորդի համար, որտեղ հաճախորդը ձեռք բերելով դժբախտ պատահարներից ապահովագրություն մտածում է ոչ միայն իր մասին, այլ նաեւ իր մտերիմների եւ հարազատների մասին, որովհետև իհարկե մտերիմ մարդու կորուստը կամ հիվանդությունը ոչինչով չես կարող փոխհատուցել, բայց անձը կարող է վստահ լինել, որ դժվար պահին մտերիմները գոնե զերծ կմնան ֆինանսական դժվարություններից։ Որպես դժբախտ պատահարներ դիտարկվում են արտաքին ազդեցության հետևանքով, այդ թվում սխալ բժշկական մանիպուլյացիաների հետևանքով տեղի ունեցած անսպասելի, անկանխատեսելի իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ ավտովթարը, հրդեհը, արտադրական կամ կենցաղային բնույթի վնասվածքներ, հարձակումներ եւ այլն, ինչպես նաեւ հիվանդությունները, որոնք առաջանում են ապահովագրական պայմանագիրը կնքելուց հետո եւ հանգեցնում են ապահովագրված անձի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակությանը կամ մահվան։ Ձեռք բերելով դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր, ըստ էության անձը ձեռք է բերում ապահովագրական ընկերության պարտավորվածությունը կատարելու գումարային փոխհատուցում, եթե
ի հայտ կա դժբախտ պատահար։ Այսօրվա դրությամբ նշեմ, որ շատ գործատուներ դժբախտ պատահարներից ապահովագրությունը առողջության ապահովագրության հետ մեկտեղ տրամադրում են իրենց աշխատողների որպես սոցիալական փաթեթի բաղկացուցիչ մաս։ Գրեթե արդեն բոլոր բանկերը, վարկային կազմակերպությունները պահանջում են, որպեսզի իրենց վարկառուները ձեռք բերեն այս ապահովագրատեսակը, դրանով իսկ ապահովագրելով իրենցից փոխառված գումարի վերադարձը, որովհետև եթե մարդը դառնա անաշխատունակ, ըստ էության ուղղակի կարող է ի վիճակի չլինել մարել վարկը եւ այստեղ իրեն կօգնի ապահովագրական ընկերությունը, որի տրամադրած հատուցումը արդեն անձը կարող է օգտագործել ինչպես վարկը մարելու, այնպես էլ առողջական խնդիրները լուծելու համար։ Ապահովադրի փոխարեն ով կարող է դիմել դժբախտ պատահարի ժամանակ, եթե ապահովադրին ի վիճակի չէ ընդհանրապես դիմել որևէ տեղ։ Պատահարը տեղի ունենալուց հետո 24 ժամվա ընթացքում անպայման հարկավոր է դրա մասին տեղյակ պահել ապահովագրական ընկերությանը։ Եթե ապահովագրված անձի կողքին կա մարդ, որը տեղյակ է, որ նա ապահովագրված է, նա կարող է զանգահարել տեղյակ պահել, խնդիր չկա, իսկ եթե ոչ ոք չկա, ապա այդ 24 ժամը սկսում է հաշվարկվել այն պահից, երբ մարդը արդեն ի վիճակի է զանգահարել եւ տեղյակ պահել։ Այլ ապահովագրատեսակների արժեքների մեջ հստակ կան սակագները։ Այստեղ ինչից է կախված սակագինը։ Սակագինը կախված է շատ քիչ գործոններից, ամենահիմնական գործոնը դա ապահովագրված անձի զբաղվածության ոլորտն է կամ պաշտոնը։ Կհամաձայնեք երևի թե, որ օրինակ գրասենյակային աշխատողի ռիսկայնությունը շատ ավելի ցածր է, քան ենթադրենք շինարարության վրա աշխատող բանվորի։ Իսկ այստեղ սուբյեկտիվիզմի գաղափարը կարող է գործել, օրինակ մարդն իր կյանքը գնահատել շատ ավելի թանկ, քան դուք եք գնահատում։ Ընդհանրապես մենք չենք գնահատում, այսինքն իր ապահովագրական ծածկույթը անձը որոշում է ինքնուրույն, իհարկե համաձայնեցնելով մեզ հետ, դրա նկատմամբ արդեն կիրառվում է համապատասխան սակագին կախված իր պաշտոնից։ Երկրորդ գործոնը դա ապահովագրական ծածկույթի մեծությունն է, սա ազդում է ապահովագրավճարի վրա զուտային պատճառով, որ ապահովագրավճարը հենց կազմում է ապահովագրական ծածկույթի որոշակի մասը։ Եվ կարող է ազդել ապահովագրված անձանց քանակը, բնական է, որքան քանակը մեծ է, այնքան դա թույլ է տալիս մեզ կիրառել որոշակի զեղչեր։ Ամեն դեպքում նշեմ, որ այս ապահովագրատեսակը շատ մատչելի է եւ կարող է ձեռք բերել ցանկացած գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ Օրինակ, գրասենյակային աշխատողը վճարելով ընդամենը 6000 դրամ տարեկան կտրվածքով կստանա 3 միլիոն դրամի չափով դժբախտ պատահարներից ապահովագրության ծածկույթ։ Կան արդյոք որևէ բացառություններ, երբ չեն ապահովագրվում հաճախորդները կամ բացառությունները, երբ ինչ-ինչ պատճառներով չեն վճարվում նաեւ հատուցումները։ Բնականաբար կան մի շարք բացառություններ, որոնք կիրառվում են աշխարհի գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից, դա թույլ է տալիս ապահովագրողներին կառավարել իրենց ռիսկերը։ Նշեմ մի քանիսը, օրինակ ապահովագրված անձի կողմից կանխամտածված գործողություններ, որոնք կարող են վնաս պատճառել իր կյանքին կամ առողջությանը, ալկոհոլի, թմրանյութերի, տոքսիկ նյութերի ազդեցության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նշեմ, որ մինչև ապահովագրությունը մենք փորձում ենք ճշտել ապահովագրված անձի ռիսկայնությունը, դրա համար օգտագործելով շատ պարզ մի հարցաթերթիկ, որտեղ ներառված հարցերի պատասխանները մեզ տալիս են ամբողջական տեղեկատվություն, թե տվյալ անձի ռիսկայնության մասին եւ թե այն ամբողջ տվյալները, որոնք անհրաժեշտ են ուղղակի ապահովագրական պայմանագիրը կնքելու համար։ Այսինքն, բացի հարցաթերթիկ լրացնելուց, ապահովագրված անձը որևէ այլ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունի։ Իսկ ինչ չափով են կատարվում ապահովագրական հատուցումները։ Օրինակ, եթե մեքենայի գողության դեպքում բնականաբար ամբողջովին փոխհատուցվում է գումարը, ապա այս դեպքում պարզ է, որ մահվան ելքով դժբախտ պատահարի դեպքում նույնպես ամբողջովին պետք է փոխհատուցվի, իսկ եթե ոչ մահվան ելք, ապա Եթե մահվան դեպք չէ, ապա ի հայտ է գալիս մշտական կամ ժամանակավոր անաշխատունակություն։ Մշտական անաշխատունակության դեպքում կախված դեպքի ծանրության հետևանքից նաև փոխվում է հատուցման մեծությունը, որքան հետևանքները ծանր են, այնքան հատուցվող գումարը մեծ է։ Ընդհանրապես մշտական անաշխատունակության դեպքում կոնկրետ մեր ծրագրերով հատուցվում են ապահովագրական գումարի 40-ից 100%-ը։ Իսկ ժամանակավոր անաշխատունակության դեպքում արդեն տրամադրվում են բուժման ծախսերը, իհարկե որոշակի սահմանափակումներով, որովհետև սա բժշկական ապահովագրություն չէ։ Կա ապահովագրական գումարի առավելագույն չափ եւ եթե ենթադրենք վճարվել է ինչ որ ժամանակահատվածի համար, երբ մարդը եղել է ժամանակավոր անաշխատունակ որոշակի գումար, արդյոք այդ գումարից հանվում է այդ վճարված արդեն հատուցված գումարի չափը եւ ենթադրենք եւս մեկ դժբախտ պատահարի դեպքում արդեն միայն մնացորդն է վճարվում, թե Այո, դա ընդհանրապես ապահովագրության կանոնն է, այսպես ասած։ Ապահովագրական գումարը այն մաքսիմալ գումարի մեծությունն է, որի սահմաններում ապահովագրված անձը կարող է ստանալ հատուցումներ։
եւ ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում որքան հատուցում է կատարվում, այնքան ապահովագրական գումարը նվազում է։ Մարդն ապահովագրվել է դժբախտ պատահարից եւ այդ դժբախտ պատահարը տեղի ունեցավ ոչ Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Այդ դեպքում ինչ է կատարվում տվյալ ապահովադրի հետ։ Նայած պայմանագրում ինչ գործողության տարածք է նշվել, մենք կարող ենք սահմանել առանձին դեպքերով պայմանագրերում որպես գործողության տարածք նաև Եվրոպան, Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն, Կանադան եւ այլ երկրներ, եթե պայմանագրում նշված է այդ տարածքը որպես գործողության տարածք, ապա ընթացակարգը նույնն է, այսինքն փոխհատուցումները իրականացվում են ստանդարտ եղանակով։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ պատասխանները բավականին սպառիչ են, սակայն եթե այնուամենայնիվ դուք ունեք դեռևս որոշ հարցեր, կարող եք ցանկացած պահի զանգահարել Ռոսգոստրախ Արմենիա ընկերություն եւ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Այսօր այսքանը, եղեք ապահովագրված։